Պաշտոնական Երևանը հակադարձում է Իլհամ Ալիևին, պնդելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Արևմտյան Ադրբեջան չկա։ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Armenpress-ի խնդրանքով այսպես է արձագանքել Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը։ Իլհամ Ալիևը սակայն բացի հայկական կողմի համար անընդունելի Արևմտյան Ադրբեջան տերմինը կիրառելուց նաև հերթական անգամ Փաշինյանի կառավարությունից պահանջել էր հստակեցնել, երբ և ինչ պայմաններով են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովելու նրանց անվտանգությունը։ Այս հարցը չի հեռացվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի իրականացվել, երեկ շեշտում էր Ալիևը։ Արևմտյան Ադրբեջան ասելով Բաքուն նկատի ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը, որտեղ պաշտոնական Բաքվի հաշվարկներով ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, իսկ ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել մինչև հակամարտությունը։ Չնայած Հայաստանի նկատմամբ ակնհայտ տարածքային հավակնություններին, իր հարցազրույցներից մեկում վարչապետ Փաշինյանն անդրադառնալով ընդամենը մի քանի տարի առաջ շրջանառության մեջ դրված այդ թեզին, նույն հարթության վրա էր դիտարկել Արևմտյան Հայաստանն ու Բաքվի առաջ քաշած Արևմտյան Ադրբեջանը։ Հիմա մենք ինչքան նեղվում ենք եւ շատ ծանր ենք տանում եւ խնդրեմ ենք համարում, որ ինչ որտեղ ինչ որ մարդիկ օգտագործում են Արևմտյան Ադրբեջան տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ մենք ասում են Արևմտյան Ադրբեջան մեզ է գրգռում, հենց էլ ոնց որ ասում ենք Արևմտյան Հայաստան ուրիշներին է գրգռում։ Իսկ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Բաքվի այդ թեզը քաղաքական հռետորաբանություն էր որակել, պահանջներն էլ կապել Արցախի հարցի հետ։ Մենք խոսում էինք Արցախի մասին, իրանք խոսում են Արևմտյան մասին։ Մենք խոսում ենք գործընկերները, հա, միջազգային, խոսում են Արցախ վերադառնալու մասին, իրանք խոսում են դառնալու մասին։ Ուրիշ բանի մասին խոսենք, իրանք նույն բանը հայլային ասելու են եւ բան են անելու։ Ես առաջարկում եմ մենք հայկական շահի, հայկական օրակարգի ուղղությամբ գնանք, այսինքն մենք հասկանանք մենք հայերով ինչ ենք ուզում անենք, այդ ասենք։ Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո արցախցիների վերադարձի մասին հրաժարվում է խոսել, պնդելով, որ առավել կարևոր է Հայաստանի անվտանգությունն ապահովելը, եւ մինչ Երևանը Բաքվի հետ բանակցում է Հայաստանին խաղաղություն խոստացող համաձայնագիրը ստորագրելու շուրջ, Ալիևի վարչակազմը հայտարարել է, որոշել է մահմեդական ներկայացուցչություն հիմնել այսպես կոչված Երևանի մասնաճյուղ Ղազիաթ։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ Կովկասի մահմեդականների վարչությունը որոշումը հրապարակել է հատուկ գումարված նիստի ընթացքում Շեյխուլ Իսլամ Ալաշաքյուր Փաշազադեի, ինչպես նաև ադրբեջանցի պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս նախաձեռնությանը Երևանից դեռևս չեն արձագանքել, բայց Բաքվում այն առնվազն հարցեր է առաջացրել։ Ադրբեջանցի քաղաքագետ Շահին Հաջիևը Ազատության ադրբեջանական ծառայության հետ զրույցում տարակուսանք է հայտնել, ինչու հիմա եւ ինչու մի վայրում, որտեղ ադրբեջանցի չի բնակվում։ Yəni indiki şərtlərimizi qəbul edin, çünki bunu eləməsəz daha da Տրամաբանական է Կովկասի մահմեդական կազմակերպության Ղազիաթ ունենալ այն վայրերում, որտեղ ապրում են ադրբեջանցիներ։ Հարց է ծագում, թե ինչու է ներկայացուցիչ նշանակվում միտեղ, որտեղ մենք չունենք ադրբեջանցիներ, եւ այս հարցին պետք է պատասխանեն այն մարդիկ, ովքեր հանդես են գալիս նման նախաձեռնությամբ։ Əgər İrəvan qazisi Նախաձեռնության հեղինակներն այդ հարցին ուղիղ չեն պատասխանել։ Կովկասի մահմեդականների վարչությունը միայն հայտարարել է մեջբերում նման մասնաճյուղ գոյություն է ունեցել ցարական Ռուսաստանի տարիներին համակարգելու Երևանի նահանգում բնակվող մահմեդականների հոգևոր կյանքը։ Կովկասի մահմեդականների վարչությունը Ադրբեջանից բացի ներկայություն ունի միայն մեծաթիվ ադրբեջանական համայնք ունեցող Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում։